Շնորհավոր։ Այս տոնը քաղաքացու համար եւ իշխանության համար, եթե այսպես առանձնացնենք բնութագրերը։ Չեմ կարծում, որ տարբեր խորհուրդներ ունի, տարբեր տեսակի քաղաքացիների համար։ Քաղաքացու օրն է, որը մենք որոշել ենք, որ պիտի լինի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ քաղաքացին է որոշիչը եւ որոշողը Հայաստանի Հանրապետությունում, նման ձևով որոշել ենք դա ամրագրել մեր տոների օրացույցում, այսպես ասած, եւ նշել, երբ որ դրա առիթը գալիս է։ Պարոն Թորոսյան, հեղափոխական խոստումների որ մասն է կատարվել, որը չի հաջողվել կատարել, ըստ ձեզ, այսպես գնահատական տալով, հա, 8 տարի։ Շատ բաներ հաջողվել է կատարել, որոշ բաներ դեռ չի հաջողվել եւ ընդհանրապես չի գալու մի օր, որ մենք կարողանանք ասել, որ ամեն ինչ արդեն այնքան հրաշալի է, որ ոչինչ չկա անելու։ Ամեն նոր բարեփոխում իր հետևից բերում է նոր կարիք, որը նորից պետք է բավարարվի մեր քաղաքացիների, մեր տնտեսության համար, դա մշտական աշխատանք է, եթե կոնկրետ բան կա, կոնկրետ Օրինակ, այսօր հայտարարված է խորոված փարտի, բայց խանութներում գիտենք, որ մսի գները բավականին աճել են, եւ այս այն դեպքը չի էլի, որ Փաշինյանը ասում է, միսը թանկա, սովկերը, կանաչ սովկերը, կետավելը օգտակար է։ Քաղաքացին ձեր կարծիքով միջին վիճակագրական, հա, քաղաքացին իրեն կարող է թույլ տալ ամսվա մեջ գոնե 1-2 անգամ խորոված ուտել մեր ավանդական, ինչպես Փաշինյանն ասեց, ուտեստը։ Խորոված կլինի թե այլ ուտեստ, քաղաքացին ինքն է որոշում, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում եւ վաղը ավելի լավ է ապրելու, քան այսօր խաղաղության եւ տնտեսության շնորհիվ եւ նաեւ իր ջանքի։ Ով որ քաղաքացին, որ ջանք է ներդրում, ավելի լավ է սկսում ապրել, այն մյուս քաղաքացիներն էլ մենք հրախուսում ենք, որ ջանք ներդնեն, աշխատեն, բարիք ստեղծեն, հարստանան եւ հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Աղքատությունը ինչի հաղթահարված չի։ Աղքատությունը հաղթահարված է համարյա ծայրահեղ իմաստով, իսկ միջին գծի նկատմամբ աղքատությունը աստիճանաբար իջնում է եւ դա նորից մեր բոլորի ջանքի շնորհիվ է Հայաստանյան քաղաքացու, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների, Հայաստանյան պետական բյուջեի եւ դա աստիճանական process է, որը տեղի է ունենում։ Որովհետեւ խոստում կար, որ ծայրահեղ աղքատությունը պիտի վերանա Հայաստանից, աղքատության տոկոսը ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացած է, 24 թվականի տվյալներով մենք ունենք 0.6%, 25-ով վստահ եմ ավելի բարձր, այսինքն մոտ 0-ին, 26-ին նմանապես, ու դրա մասին խոսում է ամեն ինչ եւ մեր աչքով տեսածը եւ վիճակագրությունը։ Օրինակ բլոգերներ մոտեցել Փաշինյանին այդ քարոզարշավներից մեկի ժամանակ մոտեցել էր եւ ասում էր, որ Երևանում 26 թե 36 հոգի լավ թիվը չեմ հիշում, այդքան մարդ անտուն է եւ փողոցներում ինքը անցնում է, նկարում է։ Պատիվ է բերում մեզ այսօր, որ պաշտոնյաներ օրինակ բարձր պարգևավճարներ են ստանում, բայց մեր փողոցներում դեռ կան անտուն մարդիկ։ Պաշտոնյաները ստանում են բոլոր տեսակի շատ բարձր եւ ոչ այդքան բարձր համապատասխան փոխհատուցում իրենց աշխատանքի դիմաց, իսկ անօթևան մեր քաղաքացիներով ես անտուն չէի ել կոչի, մենք զբաղվում ենք, բազմաթիվ քաղաքացիներ պարզապես հրաժարվում են տեղափոխվել մեր անօթևանների կացարաններ, դրա մասով էլ ենք լուծումներ իհարկե փնտրում, որպեսզի ռեժիմի, կարելի ասել, ապաստարան չասեմ, գիշերելու տեղ ունենան, ու նման մի պրոյեկտ ենք հիմա անում, նախագծման փուլում է, որը էլի փորձի հետ հարց լուծել, բայց քաղաքացիներ կան, իրենք են որոշում, եւ օրինակ մի քանի օր առաջ մի կին ինձ մոտեցա, որը տուն ունի, ակնհայտորեն, պարզապես ոչ Երևանում, բայց ինքը որոշել է Երևանում ինչ որ գործունեությամբ զբաղվել ու հիմա տուն չունի, փողոցում է ապրում, ասում ենք արի գնա քո տանը ապրի, ասում է չէ, չեմ ուզում։ Այդպես որ դեպքերը շատ տարբեր են։ Զորով փողոցում է գիշերում։ Իր կամքով, ոչ թե զորով։ Ուրիշ եկեք վայելենք տոնը ժողովուրդ ջան։